Բարև ձեզ, եթերում Ամուլի ակում հաղորդաշարի հերթական թողարկումն է, ինչպես եւ նախորդ երկուսը, այս հաղորդումը անցնում է համատեղ խորագրի ներքո, իսկ դա նշանակում է, որ մենք զրուցելու ենք համայնքային խնդիրների մասին եւ նրանցում հանրային մասնակցության մասին։ Իմ այսօրվա 4 հյուրերն են Սուսաննա Շահնազարյան, Գորիսի Մամուլի ակումբի նախագահ, Զարա Նիկողոսյան, Վանաձորի ինֆոտան համակարգող, Վարսիկ Ներկարարյան, Իջևանի ինֆոտան համակարգող եւ Եղիազար Դավթյան, Մարտունու կանանց համայնքային խորհրդի համակարգող։ Դուք լսեցիք մի քանի անգամ արդեն ինֆոտում արտահայտությունը եւ փաստորեն իմ 4 հյուրերն էլ ներկայացնում են անկախ նրանից ինչպես ես իրենց ներկայացրեցի, ներկայացնում են ինֆոտները մեր մարզերում։ Եվ որպեսզի հեռուստադիտողը պատկերացում կազմի ինչ է նշանակում ինֆոտուն, ես կխնդրեմ Եղիազարին, որ ընդհանրապես ինֆոտների գաղափարը, որը բավականին նոր է մեր կյանքում, ներկայացնեք եւ պատմեք ինչով եք զբաղվում։ Շնորհակալություն։ Ինֆոտները դեռ ստեղծվել են 2011 թվականից 5 մարզերում, ի սկզբանե նրանք կոչված էին մարզային համայնքներում մի տեղ, որտեղ մարդիկ կարող են գալ օգտվել ինտերնետ ռեսուրսներից, սովորեն մեդիագրագիտություն, ինֆորմացիա այլընտրանքային աղբյուր որպես եւ միաժամանակ պատրաստել քաղաքլրագրողներ, այսինքն մարդիկ համայնքներից ովքեր քաղաքացիական լրագրողներ, այո, մարդիկ համայնքներից ովքեր մտահոգված են իրենց համայնքի այս կամ այն խնդիրով ու ցանկություն ունեին դրանց մասին կիսվելու, բարձրաձայնելու, հնարավորություն ձեռներ նրանց այդ մասին ինֆոտան միջոցով բարձրաձայնելու։ Այդ նպատակով ստեղծվեցին նաև բոլոր ինֆոտաների համար բլոգներ եւ բոլոր գրառումները խնդիրների մասին գրվում էր ինֆոտան բլոգներում։ Եվ ծրագրի զարգացման զուգընթաց ֆունկցիոնալ առումով ինքը ավելի ընդլայնվեց եւ այսօր արդեն վստահ կարող եմ ասել, իրանք համայնքներում կենտրոններ են, որտեղ կազմակերպվում են արդեն տարաբնույթ միջոցառումներ, քննարկումներ, տվյալ շրջանին վերաբերվող հրատապ խնդիրներին կազմակերպվում են ասուլիսներ, մայրաքաղաքից այս կամ այն ոլորտին վերաբերվող մասնագետներ են այցելում ինֆոտներ եւ տվյալ արդեն շրջանի համար համայնքների ներկայացուցիչների համար անցկացնում են դասընթացներ, ինչ որ քննարկումներ տալիս են ավելյալ ինֆորմացիա գրագետ իրենց խնդիրների մասին բարձրաձայնելու, սկսած խոսքի ազատության դրսևորումներից, ինֆորմացիայի ազատության եղանակներից վերջացրած ամենավերջին, չգիտեմ, թեկուզ համայնքային խնդիրների լուսաբանման։ Ոչ միայն տեխնոլոգիական գիտելիքներ եք փաստորեն այո, նաև տեսական գիտելիքներ, ակտիվ քաղաքացիներ եք դաստիարակում, որ ամեն մեկը գալով դասընթացին ուսումնասիրելով ստանալով գիտելիք, ինքը արդեն իրեն իր գյուղական համայնքում ոնց որ դառնում է ինֆորմացիա կրողը եւ տարածողը։ Իսկ կարող եք ասել մոտավորապես ակտիվ այցելուները քանիսն են ձեր ինֆոտան։ Մեր ինֆոտան պարագայում կարող եմ ասել շաբաթական առնվազն 20-30 այցելու ենք ունենում, որոնց մի մասը գալիս են ինչ-որ դասընթացների մասնակցելու, ինչ-որ հարցերով, մի մասը գալիս են պարզապես ինտերնետ ռեսուրսներից օգտվելու, եթե առաջին ժամանակներ գալիս էին մարդիկ նույնիսկ Skype-ից օգտվելու, որպեսզի հնարավորություն ունեն զանգել արտերկրում գտնվող իրանց հարազատին, այս բանը արդեն շատերը գալիս են նյութ կարդալու կամ իրենք իրանց նյութերը գրելու, սկսած բլոգից վերջացրած սոցիալական ցանցերում։ Բացի այդ, օրինակ մեր բլոգի հաճախումները արդեն 60,000-ից անցել են, ինչը մարզային ինչ-որ փոքր համայնքի համար, փոքր ինֆորմացիա տրվող կազմակերպության համար արդեն մեծ թիվ է կազմում։ Եվ կա տարիքային առանձնահատկություններ։ Տարիքային առանձնահատկություն սեռային այդպեսին չունենք, մեզ մոտ այցելում են դպրոցահասակ երեխաներից, վերջացրած մինչև տատիկներ, պապիկներ, այսինքն բոլորի համար կենտրոնները բաց են, ազատ են, բոլորը այցելում են, ով ցանկանում է, խնդիր ունի կամ կարիք ունի։ Հասիկ, մենք նաև գիտենք, որ ամսի 14-ին 3 խոշորացված համայնքներում ընտրություններ են անցկացվելու եւ կոնկրետ ձեր ինֆոտունը ինչպիսի միջոցառումներ եք նախապատրաստում կապված եւ ընտրությունների հետ եւ ընդհանրապես խոշորացման
եւ ապակենտրոնացման մասին իրազեկման ուղղությամբ։ Իջևան ինֆոտանը եւ ինչպես նաեւ մյուս ինֆոտոներում անցանկացվում մեդիագրագիտության դասընթացներ, այսինքն մենք խթանում ենք մեդիագրագետ քաղաքացիների ձևավորմանը, հասարակության այդ շերտի ձևավորմանը տարածաշրջանում եւ այդ երիտասարդները պատրաստ են արդեն համապատասխան ձևով ռեակցիաներ տալ ընթացող բարեփոխումներին, իրենք հասկանալ ինչպես աշխատել մեդիաների հետ, եւ ոմանք նույնիսկ ունեն դիտորդական առաքելության փորձ, ինչը իրենց կօգնի ավելի ճիշտ ինֆորմացիա հասցնել։ Եվ ինչպիսի ակտիվություն եք երիտասարդներից եւ ընդհանրապես քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներից եք սպասում ընտրությունների հետ կապված։ Ակտիվ մասնակցություն եւ տեղերում, եթե իրենք ինչ-որ նկատում են կոնկրետ մեր երիտասարդներից, նաեւ ակնկալում ենք, սպասում ենք, որ եթե իրենք տեղերում նույնիսկ նկատեն ինչ-որ բաներ որպես ընտրողներ, գուցե իրենք էլ որպես քաղաքլերագրողներ ինչ-որ բարձրաձայնեն այդ մասին եւ փորձեն Զարասովորաբար, երբ ընթանում են ընտրություններ եւ խոսվում է դիտորդական առաքելությունների մասին, դա համապետական ընտրությունների դեպքում է լինում։ Երբ խոսքը գնում է համայնքային ընտրությունների մասին եւ դիտորդներն են կարծես թե ավելի пассив եւ հետաքրություններ քիչ է։ Սպասում եք, որ այս անգամ փետրվարի 14-ին տարբեր կերպ է լինելու։ Իհարկե ակնկալիքները մեծ են, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ինֆոտունը հենց ռեսուրս կենտրոն հանդիսանալով ինքը փորձում է մասնակցային կառավարմանը մասնակից դարձնել յուրաքանչյուր երիտասարդի կամ համայնքի բնակչի, մենք կարծես թե մոտիվացնում ենք իրենց եւ եւս մեկ անգամ բարձրաձայնում ենք, որ իրենք հնարավորություն ունեն մասնակցային կառավարմանը մասնակցելու, իրենց ձայնը տեղ հասցնելու ու նաև ինչ-որ որոշումներ փոխելու, այդ որոշումների կայացման գործընթացին մասնակցելու եւ այս պարագաներում, ընտրությունները կարևոր էլի կետ հանդիսանալով մեր հանրապետությունում իրենք հարթակ են, որտեղ երիտասարդները, այն հետաքրքրված բնակիչները, ովքեր ուզում են մասնակցելու ներկա գտնվել հենց այդ process-ին, համոզվեն, որ իրականում ամեն ինչ ընթանում է իր փուլով կամ իրավունքներ կան, որ պաշտպանվում են եւ իրենք իրազեկ են, դա շատ մեծ խթան է, որ ինֆոտան մասնակիցները կամ շահառուները իրենց մասնակցությունը ունենան եւ ես հուսով եմ, որ աշխարհագրական խնդիրը արգելք կամ չգիտեմ խոչընդոտ հանդիսանում են։ Չեմ կարծում, որովհետև մեր կազմակերպությունը ինքնին ամբողջ Լոռվա մարզում է աշխատում եւ մենք բոլոր համայնքներում ունենք ձևավորված երիտասարդների խմբեր, ովքեր ակտիվ են ու տարբեր քննարկումների մասնակցում են, իրենց համայնքի կարիքների գնահատումներ են իրականացնում, նույնիսկ փոքր դրամաշնորհներ ենք տալիս, որ իրենք ինչ-որ խնդիրների լուծում տան, իրենք էլ են շահագրգռված մասնակից դառնալու։ Սուսանա, սովորաբար, երբ խոսքը գնում է Սյունիքի մասին, միշտ այդպես մտահոգություններ կան, որ ընտրությունները կանցնեն այնպես, ինչպես օրենքն է թելադրում եւ մեր բոլորիս սպասելիքներն են։ Արդյոք այս անգամ նույնպես դուք լարված վիճակում եք։ Նախորդ խոշորացման հանրաքվեի ժամանակ մայիսի 15-ին մեր կազմակերպությունը իրականացրել է դիտորդական առաքելություն։ Իհարկե նպատակ ունենալով ավելի շատ ոչ թե վերահսկել ընտրական գործընթացը, այլ ուղղակի տեսնել թե մարդիկ ինչպես են մասնակցում են, որքանով են հետաքրքրված։ Եվ պիտի ասեմ, որ ընտրության մասնակցում էին նրանք, ովքեր կողմ էին քվեարկելու։ Այսինքն ի սկզբանե քարոզությունն այնպես էր իրականացվել։ Խոսքը մայիսին անցկացավ։ Մայիսի 15-ի խոշորացման հանրակ։ Այս անգամ մենք դիտորդություն չենք իրականացնելու, որովհետև կարծում եմ, որ տեղական մակարդակում, տեղական ինքնակառավարման ընտրություններին դիտորդությունը ինչ որ առումով արդյունք չի տալիս։ Ինչու՞։ Որովհետև կարծես թե ընդհանրապես կուսակցությունները, քաղաքական, հասարակական ուժերը առանձնապես հետաքրքրված չեն տեղական ինքնակառավարման ընտրությունները։ Ու որքանով նրանք հետաքրքրված չեն, շահագրգռված չեն, նույն կերպ հասարակությունը չի արձագանքում։ Օրինակ նույնը կարող ենք մենք դիտարկեցինք մայիսի 15-ի խոշորացման հանրաքվեն, նույնը նաև նրանից հետո մի քանի համայնքներում տեղական ինքնակառավարման համայնքի ղեկավարի ընտրություններ եղան, հանձնաժողովներում ընդդիմադիր կուսակցություններն անգամ չունեն ներկայացուցիչներ։ Բայց չէ, որ եթե ոչ այս ընտրություններում, այսինքն պարզ է, որ այս ընտրություններում դա չի լինելու, բայց
նոր ընտրական օրենսգրքի ընդունումից հետո խոշոր համայնքներում նաև համամասնական ընտրություններ են կայանալու ավականիների եւ դա նշանակում է որ կուսակցությունները պիտի նախապատրաստվեն եւ ավելի ակտիվանան չեք նկատում այդպիսի գործընթաց Չեմ նկատում եւ անկեղծ ասած կասկածում եմ որ կարող է այդ ակտիվությունը լինել որովհետեւ անգամ համապետական ընտրությունների ժամանակ այդ ակտիվությունը ընդդիմադիր կուսակցությունների կողմից մարզերում կանոնալիք ընտրություններին առանձնապես որևէ շարժ հետաքրքրվածություն չեն տեսնում։ Ինձ թվում է ընտրությունների ելքը իրենց կարծիքով երևի որոշում են մայրաքաղաքում, Շիրակում, ամենադեպս նման հետաքրքրություն կա, այդպիսի ընկալում կա մարդկանց կողմից։ Եվ նույնը հիմա է։ Հիմա ճիշտ ասած, որքան էլ որ խոսենք, որ օրենսդրական փոփոխությունը ավելի շուտ եկավ, կառավարությունը ավելի շուտ որոշում ընդունեց, մի տեսակ հանկարծակի էր իմ կարծիքով ընտրությունները, փետրվարի 14-ին կայանալիք, մարդիկ նույնիսկ անիրազեկ էին, ինչքան էլ մենք ասենք իրազեկման մի քանի նախաձեռնություններ ենք արել, եւ կարծում եմ, որ եթե այդպես չլիներ, 11 այսօր մեր խոշորացված Տաթև համայնքում 11 ավականու տեղի համար մեծամասնական դրակարգով տեխնացու է առաջադրվել ընդամենը 14 հոգի։ Ես կարծում եմ, եթե ավելի շատ իրազեկ մարդիկ լինեն, գուցե եւ հետաքրքրվողներ ավելի շատ եւ ցավալի, որ այդ 14 տեխնացուների մեջ չկան կանայք։ Այո, ձեր մոտ դեռ մի քանի ամիս կա մինչև ընտրությունները համայնքային եւ շատ է խոսվում նրա մասին, որ մի տեսակ անջրպետ կա Հայաստանում քաղաքացիական հասարակության եւ քաղաքական կառույցների միջև։ Եվ շատերի մոտ գաղափար է առաջանում, միգուցե այդ անջրպետը պետք է հաղթահարել եւ ավելի ակտիվ մուտք քաղաքականություն նաեւ ապահովել քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, հատկապես երիտասարդների համար։ Արդյոք այդ ամիսները եւ ձեր աշխատանքը կարող է նպաստել նրան, որ իրոք ակտիվ մրցակցային ընտրություններ կլինեն նոր դեմքերով։ Եվ ավականիների մասին է խոսքը բնականաբար եւ համայնքապետերի։ Ճիշտն ասած, միջև այժմ մոտ 4-5 տարվա ընթացքում միշտ երբ որ տեղական ընտրություններ են եղել, մենք աշխատել ենք համայնքներում, այս կամ այն ծրագրի շրջանակներում փորձելով երիտասարդությանը կամ բնակիչների մոտ ընտրության մասնակցության կառավարման գործընթացներին ակտիվացնենք իրանց մոտ հետաքրքրություն առաջացնելով եւ խրախուսելով որպեսզի բանի մոտ հենց առաջադրվեն տեխնացուներ ճիշտ է գյուղական համայնքներում մի քիչ դժվարություն կա ոնց ասես Տեկին Սուսանան կանանց առաջադրումը բայց գոնե փորձում ենք երիտասարդ ակտիվ արական սեռի ներկայացուցիչներ թեկուզ առաջադրվեն սկզբից խոսում են որ կլինի համաձայնեն բայց հետո չգիտես ինչի փոշմանում են մտածելով որ մենք միևնույնն է բան չեն կարա փոխենք ամեսով կընտրի եւ այլն միանշանակ այս տարի մեր համայնքում արդեն Մարտունի քաղաքում աշնան նախատեսվող թիմ ընտրություններին փորձելու ենք միջև ընտրություններ բնականաբար նախ ցույց տալ գործող թիմ կառույցի աշխատանքը սկսած քաղաքապետից եւ ավականիներից միա երկու անգամ փորձել ենք ավականու նիստերը առցանց հեռարձակելու չի ստացվել զուտ տեխնիկական առումներով բայց հույս ունենք որ այս տարի հենց առաջին ավականու նիստից մենք կապովենք առցանց հեռարձակումը որպեսզի համայնքի բնակիչը տեսնի քանի որ ինքը չի գալիս նիստին մասնակցելու գոնե հետո հնարավորություն ունենա տեսնալու իր ընտրած ավականին կամ համայնքապետին ոնց է աշխատում որպեսզի հետո աշնանընտրություններին որոշի է տվյալ մարդու նորից ընտրի թե չընտրի միաժամանակ աշխատելով համայնքային խմբերի հետ ակտիվ երիտասարդության հետ փորձենք նորից բացեն որ իրանց տանկ գիտելիքներ թիմ կառավարման տարածքային ինքնակառավարման օրենքից եւ այլն բյուջեից այս որը վերաբերվում հենց թիմ կառավարմանը նաեւ աջակցենք իրենց տեխնացիոն առաջադրելու աջակցություն ստեղ թեկուզ իրանց հետ նախընտրական ծրագրերի մշակում իրենց քարոզարշավների ժամանակ ինչ որ աջակցություն մարդիկ ովքեր նոր հայացքներ ու նոր մոտեցում կբերեն տեղական ինքնակառավարմանը որի արդյունքում կշահի եւ բնակիչը եւ ընդհանուր համայնքը այսինքն նպատակներ ու աշխատել ենք ու նորից ենք ուզում աշխատելու ենք միանշանակ համայնքներում
Իսկ Դիլիջանի մասին ինչ կասեք, ի վերջո դա քաղաք է, արդեն ավանդական քաղաք է Հայաստանի պայմաններում, դառնում է լուրջ բանկային ֆինանսական կենտրոն, նաև կրթական կենտրոն է, արդյոք դա չի նպաստում մրցակցային ընտրություններին եւ նոր մարդկանց առաջընթացի առաջադիմության։ Ես կարծում եմ, որ ազդում է այդ ամեն ինչը իհարկե իր ազդեցությունը ունեցավ վերջին տարիներին զարգացումներին Դիլիջանում, սակայն քանի որ Իջևան ինֆոտունը գտնվում է Իջևանում, ես երևի պետք է մի քիչ տարանջատում մտցնեմ եւ Իջևանի մասին ասեմ, վերջերս մենք ունեցանք։ Բայց Դիլիջանն էլ է մեզ հետաքրում, քանի որ ընտրությունները մոտ են։ Ինչքանով կարող եք։ Ես կարծում եմ, որ ունեցել է իր ազդեցությունը մարդկանց գիտակցության վրա եւ մասնակցության վրա, ակտիվության վրա, հետաքրքրության վրա։ Կարծում եմ, որ ունեցել է։ Մթնոլորտը փոխվել է կամաց-կամաց։ Դե դեպքում Իջևանի մասին է։ Իջևանի դեպքում կարծում եմ, որ ավելի пассив է եւ հուսով եմ, որ նաեւ մեր աշխատանքների շնորհիվ եւ համատեղի շրջանակներում երիտասարդները ավելի կակտիվանան, քանի որ մենք ունենք Իջևանում համալսարան, ռեսուրսը կա, պոտենցիալը կա, խելացի երիտասարդներ ունենք, ուղղակի գուցե այդ վստահությունը մարդկանց մոտ դեռևս չկա, ինչպես Եղիազարը նշեց, կանենք, կմասնակցենք։ Թեև չհաղթես, բայց փորձ ձեռք բերես ապագայում։ Կա այդ ցանկությունը։ Ցանկությունը կա, բայց դեռևս այդ շեմը չի հաղթահարվում քայլը կատարելու եւ առաջ գնալու։ Եվ նույն հարցը ձեզ, Վանաձորը հայտնի է որպես քաղաքականապես ակտիվ մարդկանց քաղաք, արդյոք դա տարածվում է մարզի վրա եւ դուք ինչքանով կարողանում եք դրան նպաստել։ Անշուշտ մեծ քաղաք լինելով ամեն դեպքում հետքը թողնում է նաև փոքր համայնքների վրա, այսինքն կան համայնքներ, որ ձգտում են միգուցե նմանվել թեկուզ լավ կամ վատ առումներով, բայց ամեն դեպքում կարծում եմ, որ յուրաքանչյուր համայնք յուրովի է եւ ինքը պետք է մշակի իր ռազմավարությունը եւ փորձի իր ռեսուրսներով հանդերձ, այսպես ասած, անուն հանի, հա, որպեսզի նաև օրինակ ծառայի մյուս համայնքներին։ Եվ ստացվում է։ Դեռ կարելի է ասել ինքը ընթացքի մեջ է, որպես արդյունք այդ օրինակ, որ բերենք չկա որպես այդպեսին, բայց ինձ թվում է, որ հենց քաղաքասարակության ակտիվության ու նաև այդ պոտենցիալի զարգացման միջոցով հնարավոր է որոշակի արդյունքների հասնել։ Ինքը զարգացման բավականին լայն փուլ է իրենից պահանջում ու ջանք է պահանջում, որը հենց մեր երիտասարդների ուսերին է, ու մենք պետք է դառնանք դրա կրողները, այսպես ասած։ Սանա, դուք նշեցիք, որ առանձնապես ակտիվություն ընտրություններից առաջ չի նկատվում, մրցակցային ընտրություններ չեք ակնկալում կամ մրցակցությունը թեժ չի լինելու, բայց այդ դեպքում, ասենք, ինչ անելիքներ ունի քաղաքացիական հասարակությունը։ Ես գիտեմ, որ օրինակ համատեղ ծրագրում ներգրաված կազմակերպությունները աշխատելու են հնարավորինս ակտիվ լինել ձեր մարզում եւ այդ համայնքի Տաթևի համայնքի ընտրություններում ինչ կարելի է անել, դեռ մի քանի օր ժամանակ կա, ինչով կարող ենք նպաստել։ Մրցակցային առումով արդեն 3 տեխնացու է առաջադրվել, իրավասու չեմ ասել, թե որ նրանցից ոչ մեկը կհանի իր տեխնացիոն, դա կարող ենք ուղղակի կանխագուշակել։ Ուրեմն պատկերն այնպեսին է, որ 2 տեխնացուներ առաջադրված են հենց Տաթև համայնքի ապագա նստավայրում Շինուհայրից եւ 1 տեխնացու Տաթև համայնքի, նախկին Տաթև համայնքի ղեկավարն է։ Ճիշտն ասած, գուցե եւ նախապես մարդիկ սպասում էին, որ կլինեն նաեւ այլ տեխնացուներ, կոնկրետ հենց Շինուհայր համայնքի ղեկավարը կարող էր առաջադրել իր տեխնացությունը, Հալիձոր համայնքի ղեկավարը կամ Խոտ, այսպես բոլորին երևի կարելի է թվարկել, բայց փաստն է, որ առայժմ առաջադրվել է նախկին համայնքի ղեկավարներից միայն Տաթև համայնքի ղեկավարը, ով վերջերս մեզ հետևած հարցազրույցներից մեկում ասաց, որ ինքը շատ քաջատեղյակ է ամբողջ տարածաշրջանի 8 համայնքների խնդիրներին։ Իդեպ ասեմ, որ այդ 8 համայնքները ունեն ընդամենը 14 թվականի տվյալներով, նրանց բոլոր 8 համայնքների բյուջեն կազմում է ընդամենը 150 միլիոն դրամ, որից 78 միլիոնը աշխատավարձ է։ Նման համայնքների միավորումը անշուշտ իրականում անհրաժեշտություն է, բայց թե որքանով կկարողանա, ասենք, օրինակ Տաթևում ապրող մարդը ղեկավարել Շինուհայրից, ժամանակը ցույց կտա։ Այսօր մենք հիմա մեր կազմակերպության մամուլի ակումբը
Շինարարի, քանի որ մարզի ամենամեծ համայնքն է, մենք հասկանալով, որ ընտրությունների ընթացքում ամենամեծ խնդիրները սկսվում են նաև ընտրացուցակներից, մենք հիմա գործընթացի մեջ է, մենք փորձում ենք ճշտել հենց Շինուայր համայնքի ընտրացուցակները, որպեսզի հասկանանք, թե որովհետև կարող են ճակատավոր խախտումները լինել հենց տեղում այն մյուս երկու տեխնաց այն բացականների շնորհիվ մոտ 1700 տեխնացուն է, 1700 ընտրող ունի, թիվը գուցե մի քանի տարբերության մասը։ Այո։ Եվ հիմա մեր ակտիվ խմբերը հենց զբաղվում են ընտրացուցակների ճշտումով։ Մասնակցության առումով կարծում եմ, այստեղ կլինի տեղանամոլության, երբ խոշորացման քննարկումներ են լինում, բոլորը խոսում են իրենց տեղայնամոլությունից։ Ինչքան էլ որ դա նշանակում է, որ այն նախկին համայնքները, որտեղից տեխնացու չկա, նրանք ավելի пассив են լինելու, քան նույն պատևցիները։ Ես կարծում եմ չեն լինի, որովհետև հիմա որ երևում է, որ արդեն բաժանված են տարբեր խմբերի, այստեղ մի քիչ եւ նախկին համայնքների միջև ընկերական հարաբերություններ կա։ Որքան էլ որ նախկին համայնքի ղեկավարներն ասեն, որ իրենք չեն խառնվել ընտրական գործընթացում, ես կարծում եմ իրենք վճռորոշ դեր կունենան իրենց համայնքներում։ Հաղորդակցությունը ամեն դեպքում տեղի ունենում խոշորացված համայնքում, հա, եւ կարելի ասել, որ առաջին քայլն է, որպեսզի խոշորացումը իր արդյունք դեր տա։ Մենք 12-ին, փետրվարի 12-ին նախատեսում ենք կազմակերպել մի քննարկում տեխնացուների եւ այդ խոշորացող համայնքների բնակիչների մասնակցությամբ, հիմա այս պահին պատրաստում ենք համայնքային խնդիրների մասին տեսանյութեր, որպեսզի դրանց շուրջ կազմակերպենք քննարկումներ։ Իհարկե առաջին ընտրություններն են խոշորացված համայնքներում իրենց խնդիրները կունենան, բայց ես կարծում եմ առանձնապես ակտիվություն չեմ ակնկալում, ենթադրում որ դրանք կլինեն հենց Շինուհայրում, որտեղից տեխնացուներ կան, երկու տեխնացու եւ Տաթևում։ Ես ցանկանում եմ նույն հարցը տալ իմ բոլոր հյուրերին, ինչպիսի դերակատարություն կարող են կամ ունենում են արդեն լրատվամիջոցները այս նախընտրական փուլում եւ որ լրատվամիջոցներն են, որ ազդեցիկ են ձեր մարզերում, Եգազար, խնդրեմ։ Մերը որպես մարզային ընդհանրեն ունենք մի եկ տեղական մարզային հեռուստաընկերություն է, որը նախորդ ընտրություններին պասիվություն բավական ցուցաբերեց, այսինքն ոչ թե մեկի մասին մենակ ցուցադրեց, այլ ընդհանրապես ոչ ոքի մասին չխոսեց ու ցուցադրություն չարեց։ Չգիտեմ, դա ինչի ով էր պայմանավորված։ Դա բնականաբար երևի բոլոր ամբողջ Հայաստանում ամենաառաջին դիտվող հեռուստաընկերություն դա հանրային հեռուստաընկերությունն է, որը տեղական մակարդակում ընտրությունների մասին գրեթե ոչինչ չի խոսում, եթե պարզապես մի հատ թափանցիկ անցնի, որ այսօր ինչ համայնքում ընտրություն եղավ ու ինչ որ բան սպասել մամուլի հեռուստաընկերություններից առանձնապես ընտրական գործընթաց, հա, ինչ որ բաներ կազմակերպեն, չկա։ Նախկինում ես հիշում եմ, մեր նույն տեղական Զանգակ հեռուստաընկերությունը տեխնացուների միջև բանավեճեր կազմակերպում, ուրիշ բան իրանք ներկայանում են կամ չէ, բայց անում են նման բան։ Իսկ այսօր այդ չկա։ Չկա նաև տեխնացուներին հստակ ծրագիր, որ գոնե իրանք գնան հեռուստաընկերություն եւ թեկուզ վճարեն իրենց ծրագիրը ներկայացնեն, որ համայնքի բնակիչը իմանա ինչ է կատարվում։ Ամեն ինչ անցնում է ասենց բերնե-բերան փոխանցելով, լավ այս դեպքում կա համացանց, որի միջոցով հնարավոր է լինում այս կամ այն տեխնազուի մասին գրել, խոսել, քննարկել կամ իր ինչ որ դրական եւ բացասական կողմերը, բայց անձամբ մեր համայնքների դեպքում ես հանրապետական թեկուզ մամուլից ոչինչ չեմ ակնկալում, որովհետեւ որպես կանոն բոլորս մոռացված ենք եւ այդ համայնքներին միայն հիշում են այն դեպքում, երբ որ Բարձրաստիճան պաշտոնյա է այցելում, չգիտեմ, այս մարդ այն համայնք կամ սրա բացումն է, նրա բացումը, թե չէ մնացած ժամանակ չկա ոչ ոք չի հետաքրքրվում։ Ինչպես սկզբից նշվեց, օրինակ ակտիվություն թեկուզ ընտրություններին դիտորդների կամ կուսակցության ներկայացուցիչների վստահված անձանց չի լինում, որովհետև ամբողջ Հայաստանի ընդրատեղամասերից երևի թվով 50 տեղամասով որոշվում է ամբողջ ընտրության ելքը, որի մեծ մասը Երևան քաղաքում է ու երևի խոշոր 3-4 քաղաքներում, այսինքն մնացած Հայաստանի Հանրապետությունը, ոնց որ այդ բանի տակ սպեկտրի տակ դուրս են մնում։
Եվ այն օրենսդրական փոփոխությունները, որ տեղի ունեցան վերջին տարիներին, այդ թվայնացման գործընթացը, որը ենթադրում է, որ պետք է լինի մեկ մարզային հեռուստաընկերություն, դա չբերեց փոփոխությունների, այսինքն դուք չունեցաք այն հեռուստաալիքը, որին բոլորը ընկալում են, անկախ նրանից որ համայնքում են ապրում, որպես իրենց մարզի լրատվամիջոց։ Այս բարական թվայնացման դեպքը ոնց որ նոր սկսվում է իրապտուղները տալ, որովհետև այս պայծրությամբ երևի մեր մարզի տեսանկյունից ոչ բոլորն ունեն այդ թվայնացված սարքերից, որ նա այն թվայնացված հեռուստաալիք, եւ հույս ունենանք, որ իսկապես երբ որ ամբողջ համակարգը սկսի աշխատել թվայնացված եւ մարզ ունենա թեկուզ այդ մեկ մարզային հեռուստաընկերություն, որը բոլորին հասանելի է։ Հա, արդեն բոլորին հասանելի կլինի, արդեն կախված կլինի ժամանակը ընտրության մասնակից, ենթադրվող մասնակիցների ակտիվությունից եւ ֆինանսական հնարավորությունից, ինչպես նաեւ հեռուստաընկերության ցանկությունից, ինչքանով ինքը կկազմակերպի այդ ամբողջ պայքարը, մրցակցությունը, քարոզարշավը, ինչը կբերի դեռ ժամանակ ունեք։ Հա, ինչ որ աշխատանք հույս ունենք, որ այսինքն թեկուս եւ գալիք թիմ ընտրությունը, այս աշնանը արդեն այդ հեռուստաընկերության ազդեցությունը ինչ որ չափով զգացնել կտա։ Մենք էլ քանի որ համատեղ ծրագրի ներքո ունենք որոշակի բաղադրիչներ, որոնք ենթադրում են մարզային լրատվամիջոցների զարգացումը, կփորձենք հնարավորինս ակտիվացնել, դուք ինչ որ ավելի բարենպաստ վիճակում եք, քան այն մարզերը, որտեղ ամեն ինչ արդեն սկսվել է։ Արդյոք դուք խոսեցիք արդեն մեդիա գրագիտության մասին եւ նույն հարցը ձեր լանդշաֆտը, հա, լրատվամիջոցների, ձեր մարզի եւ ձեր այդ մեդիա գրագիտության կուրսերը, դասընթացները ինչքանով են փոխում վիճակը։ Որտեւ ի վերջո, եթե դուք դաստիարակում եք, կրթում եք սպառողներին, դա նաեւ ազդելու է կամ պիտի ազդի նաեւ լրատվամիջոցների վրա։ Դա ինչ որ երևի վերջից եթե պատասխանելով գամ, դա ինչ որ առումով ազդում է արդեն այդ հիմնական մեդիաների գրած բովանդակությանը, որի շատ հետևում եմ թեկուզ սոցիալական ցանցերում արվող կոմենտներին, մեկնաբանություններին, թե ինչպես են մարդիկ վերաբերվում, ընդհանուր մինչև վերնագրերից արդեն սկսում են քննադատության ենթարկել, որ վերնագիրը բովանդակությանը չի համապատասխանում եւ դա կարծում եմ արդեն իսկ ձեռք բերում է եւ ցուցանիշ է մեր համար։ Իսկ չեն խափնվում այդպես բարձր հնչող մարդիկ արդեն խորանում են բովանդակության մեջ եւ շատ հաճախ նաեւ ուշադրություն են դարձնում ով է գրում եւ արդեն նաեւ եթե ճանաչում են այդ լրագրողին իսկ մարզային մակարդակում դա շատ ավելի հեշտ է արվում, հա եւ գիտեն այդ հոդվածը գրվել է, ինչի է գրվել, այս սկսում են հարցականներ դնել այդ հոդվածի վրա եւ ամեն դեպքում մեր թիրախ եւ մեդիագրագիտության դասընթացներին մասնակցողների մոտ դա նկատվում է եւ կարծում եմ արդեն իսկ ձեռք բերում է, հուսով եմ դա վարակիչ կլինի նաև մյուս սպառողների շրջանում, ինչ վերաբերվում է հիմնական մեդիա այդպիսի ազդեցությանը, կրկին լանդշաֆտին ում են վստահում, ում վրա են հույս դնում իրազեկված եւ տեղեկացված լինելու։ Վերջերս ես տենդենց եմ նկատում մի քիչ օնլայն մեդիաներին, այն մեդիաներին, որոնք հեռուստատեսությամբ չեն հեռարձակում, ինչպիսիք են օրինակ Ազատություն ռադիոկայանը, Civilnet-ին են մարդիկ հղումներ կատարում եւ տարածում են այդ ամեն ինչը։ Հիմնայով հանրայինն է, որը մարզում ցուցադրվում է, մարդիկ հետևում են, հայլուր են նայում եւ այլն եւ Armenia TV-ն, Երկիր մեդիան այդ հիմնական դրանք եւ մեր տեղական հեռուստաընկերություններից մեկը Իջևան ստուդիան ինքը նյութեր է պատրաստում, որը տալիս է Ազատություն ռադիոկայանին։ Եվ Վանաձորը հայտնի է որպես մի քանի լրատվամիջոց ունեցող քաղաքներ, նույնիսկ մի քանի հեռուստաընկերություն, կա մրցակցություն, ինչքանով այդ մրցակցությունը փոխում է ամբողջ տեղեկատվական ոլորտը ձեզ մոտ։ Վանաձորում ներկա պահին 3 հեռուստաընկերություն է գործում, որոնցից մեկը հանդիսանում է մարզային հեռուստաընկերություն, ինչը արդեն այն մյուս երկուսի գործունեությունը չասեմ թե խանգարում է, բայց ամեն դեպքում ծածկույթը ավելի լայն է, բայց կարող եմ վստահորեն նշել, որ 3 հեռուստաընկերություններն էլ բավականին ակտիվ են ու լուսաբանում են տարբեր նորություններ թե օնլայն եւ թե օֆլայն հարթակներում, ինչը բնակչության մեջ էլ կարծես թե մասերի է բաժանված, ամեն մեկից օգտվողների քանակը տարբեր է, հաշվի առնելով այդ ինտերնետի հասանելիությունը կամ
եթե տարիքով մեծ են, ուղղակի ինտերնետից օգտվել չկարողանալու այդ խոչընդոտը, նույնիսկ ես հիշում եմ մեր ծրագրերից մեկի շրջանակներում ու նաև ինֆոտան ծրագրի շրջանակներում մենք ունենք երիտասարդների ձևավորված խումբ, ովքեր տեղական ինքնակառավարման մարմիններում եւ տեղական ԶԼՄ-ներում պրակտիկաներ անցան եւ փոքրիկ ռեպորտաժներ պատրաստեցին, ինչը ոգևորիչ էր իրենց տեսանկյունից, այսինքն իրենք փորձեցին ներկա գտնվելով ինչ-որ կառույցի ներսում փորձել իրենց գործողությունների կամ լիազորությունների մասին ֆիլմեր նկարել ու դա հանդիսացավ հենց տեղեկատվության տարածման միջոց երիտասարդների շրջանում։ Դա շատ կարևոր փաստ է ու հիմա մենք փորձում ենք ինֆոտան միջոցով այդ ծրագրերը շարունակել։ Իսկ եթե վերադառնանք հեռուստաընկերություններին, ես գիտեմ, որ երբ խոսքը գնում էր համապետական ընտրությունների մասին կամ Վանաձորի տեղական ընտրությունների մասին, բավականին ակտիվ էին եւ բանավեճեր էին կազմակերպում եւ այլ տիպի հաղորդումներ, արդյոք դա տարածվում է նաեւ այլ համայնքներում ընտրական գործընթացների վրա, թե առայժմ բոլորի ուշադրությունը կենտրոնացած է քաղաքի եւ մայրաքաղաքի։ Հա, հիմնականում այդպես է, կարող եմ նշել, որ հենց քաղաքի կամ մայրաքաղաքի օրինակն է բերվում, շատ քիչ է լուսաբանվում նաեւ այլ մարզերում, այլ համայնքներում, հա, կատարվող ընտրությունների մասին, կան տարբեր համայնքներ, օրինակ Ալավերդի քաղաքում նույնպես հեռուստաընկերություն կա, որը փորձում է հենց այդ փոքրիկ համայնքներին լուսաբանի, բայց հենց Վանաձորինը, օրինակ կամ մարզայինը ավելի շատ ինֆորմացիան տրամադրում է հենց քաղաքում տեղի ունեցող։ Այսինքն, ինչպես Եղիազարը նշեց, կարող է մի փոքր թռուցիկ անցում կատարեն, որ այստեղ կատարվում է այսինչ ընտրությունը, բայց մանրամասն միգուցե դեռ խրթին է այդ լուսաբանումը։ Եվ Թումանյանի այդ նոր խոշորացված համայնքի բնակչությունը իրենք փաստորեն չեն կարող օգտվել որպես ընտրությունների մասնակիցներ, նաև հեռուստաընկերությունների կարող են օգտվել հաշվի առնելով, որ ես իմ խոսքի մեջ նշեցի, մեկ հեռուստաընկերությունը համարվում է մարզային։ Ուղղակի հասանելիությունը հենց հաղորդումներ կան, իրենք կազմակերպում են տարբեր թոք-շոուներ, որտեղ հրավիրում են թե թիմ ներկայացուցիչներ, թե տվյալ ընտրությունը, եթե հենց Թումանյանի համայնքի վերաբերյալ։ Հա, Հա, եղել են դեպքեր, երբ հենց ընթացիկ ընտրություններ, որտեղ որ պետք է լինեն, այդ համայնքներից են մարդիկ հրավիրել, փոքր թոք-շոուներ են կազմակերպել, չեմ կարող ասել դիտումների քանակը ինչքան է, բայց ամեն դեպքում լուսաբանման որևէ մի քայլ արվում է այդ առումով։ Եվ Սյունիք, երևի ամենապրոբլեմային մարզը, հա, այս առումով, եթե չհաշվենք Վայոց ձորը, իհարկե որ։ Եթե մարզային լրատվամիջոցների կոնկրետ Սյունիքի խնդիրների մասին երևի ամբողջ առանձին հաղորդում չի ելիքի, չեմ ուզում ուղղակի դրան անդրադառնալ, ես կուզենայի մեկ ուրիշ տեսանկյունից դիտարկել խնդիրը, թե որքանով են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում թեկնածուները հետաքրքրված, թե իրենք ելույթ ունենան լրատվամիջոցով կամ օգտագործեն այդ գործիքը իրենց տեսակետները։ Ես կարծում եմ, որ ընդհանրապես հետաքրքրված չեն։ Երևան, հա։ Երևան, որովհետև իրենց կարծիքով օրինակ վերջերս մենք մի փոքրիկ հարցազրույց ունենք կոնկրետ Տաթև համայնքի տեխնացուներից մեկի հետ, հարցրեցինք, որտեղ է ձեր շտաբը, կարող ենք մենք ինչպես կարող ենք տեղեկատվություն ստանալ ձեր հանդիպումների մասին, ինքն ասաց, ես թիթիզ չեմ, որ շտաբ ունենամ։ Այսինքն իրենց համար այդ քարոզչական ամբողջ այդ քարոզչությունը ինչ-որ ֆիկտիվ բան է, իրենք դա չեն էլ տեսնում, որ կարիք է զգան լրատվամիջոցի։ Իհարկե Սյունիքի առումով ցավով պիտի ասեմ, որ նախորդ մի քանի համապետական ընտրությունների ժամանակ մեր մարզային հեռուստաընկերությունը ինքը կոնկրետ հայտարարություն է տարածել, որ ինքը չի մասնակցում ընտրական գործընթացին։ Ցավով պիտի ասեմ, եւ թվայնացումից հետո միայն մեկ հեռուստաընկերություն շարունակի հիմա գործել, որովհետեւ Սիսիանի տարածաշրջանում ընդհանրապես չկա Մեղրի, Գորիս, որևէ տեղ, այսինքն եւ տեխնիկական առումով ճիշտ ասած տեղյակ չեմ այս պահին արդյոք սոսի հաղորդումները կարող են հեռարձակվել օրինակ Սևանանց համայնքում, որ այդ խոշորացող համայնքի մեջ է, բայց վստահ եմ, որ այդ տեխնացուները իրենք էլ հետաքրքրված չեն, որպեսզի լրատվամիջոցներն օգտագործեն որպես չոր քարոզչության գործիք կամ իրենց կարծիքները։ Եվ եթե մենք խոսում ենք, որպեսզի մեր քաղաքացիները կամ մտածում ենք եւ ցանկանում ենք, որպեսզի մեր համակարգացիները քաղաքականապես ակտիվ լինեն, դա նաեւ նշանակում է տեսնել քո փոքր
բնակավայրը նաև համայնքի մասշտաբներում, համայնքը տեսնել Հայաստանի մասշտաբներում եւ Հայաստանը տեսնել աշխարհի մասշտաբներում, մանավանդ գլոբալացվող աշխարհը եւ շատ իրադարձություններ են վերջերս կատարվում։ Ինչքանով դա ստացվում է ըստ ձեզ լրատվամիջոցների մոտ եւ տեղական եւ նաեւ հայաստանյան։ Ինչքանով նրանք կարողանում են քաղաքական պատկերը, սոցիալական պատկերը աշխարհի ներկայացնել իրենց լսարաններին։ Էլի պիտի սկսեմ մարզային լրատվամիջոցների խնդիրներից, բայց այս պարագայում կոնկրետ եթե վերադառնանք նախորդ հարցին, մենք փորձում ենք մեր համայնքների խնդիրները, տեղական խնդիրների լուսաբանման կամ ընտրական գործընթացների լուսաբանման նախորդ հանրաքվեի մայիսի 15-ի տեղի ունեցած հանրաքվեի ժամանակ գրեթե պարբերա մայիսի 15-ին ճիշտ ասենք 17-ին մայիսի 17-ին խոշորացման ամբողջ գործընթացի կամ մնացած համայնքներում ընտրական գործընթացները փորձում ենք լուսաբանել այլ գործընկեր լրատվամիջոցների կոնկրետ մենք համագործակցել ենք հետաքննող լրագրողների հետ եւ ուղղակի փորձում ենք այդ գործիքը միջոց օգտագործել գործընկերություն եւ նրանց աջակցությամբ եւ սեփական նախաձեռնությամբ այլ եւ նաեւ ձեր թվարկած բոլոր գործընթացների մասին մեր միակ գործիքը այս պահին երևի մնում է գործընկեր լրատվամիջոցները։ Ինչպես է ողրում աշխարհի մասին պատկերը ստանում են լրատվամիջոցներին ձեր համակարգացիները, համամարզեցիները։ Ավելի շատ ինձ թվում է ինֆորմացիա ստանում են սոցիալական հարթակներից, որտեղ կարծես թե այսպես կարծրատիպ է ձևավորվել, որ այդ սոցիալական հարթակներում ավելի ճիշտ ինֆորմացիա է տեղադրված, քան հաճախ լուսաբանվում է հեռուստատեսությամբ։ Այդպես։ Բլից հարցում է, քանի որ ավարտին է մոտենում մեր հաղորդումը։ Կարծում եմ նույն վիճակը նաև Իջևանում եւ Տավուշում է, մարդիկ ինտերնետը արդեն փոխել է մարդկանց կյանքը եւ մարդիկ օգտվում են շատ ինտերնետից եւ on-line հարթակներից։ Միանշանակ երիտասարդությունը օգտվում է ինտերնետից ու ինքնից մարդեն գիտի ճիշտ ինֆորմացիա ստանալու աղբյուրներ։ Խնդիրներ չկան, որտեղ շատ աղբյուրներ նույնիսկ ինտերնետում հայերեն չեն։ Երիտասարդների պարագայում քիչ է համեմատաբար, բայց երբ որ խոսում ենք ավակ սերունդի մասին, մեր հայրերը, պապերը արդեն իրանք տեսնում ու ստանում են այն ինֆորմացիան, ինչ որ հեռուստատեսություն հիմնականում տալիս, մեր տեղական հայկական հեռուստատեսություններ տալիս են միջազգային ինֆորմացիան իրանց մատուցմամբ ու երբեմն միգուցե նենց բան ասեն, որ իրականում բնագիր տեքստը ուրիշ բան է, իրանք ուրիշ բան են ներկայացնում եւ շատերը բնականաբար այդ ինֆորմացիան են ստանում։ Իսկ այն մարդիկ, որոնց տներում կան երիտասարդներ, փորձում են նույնիսկ պապս Ազատություն ռադիոկայանն է լսում միջև հիմի ու իր ամբողջ ինֆորմացիան ընդեղից է գալիս, բայց երբ որ ինչ-որ բան կա ճշտել, ինձ նրանց արտասմալ նա ինտերնետում սրա մասին կա ինչն է, այսինքն ինքը ստուգում է, իմանալով որ մեկը կա ումից կարելի է հարցնել, բայց ոչ բոլոր ընտանիքներում կան երիտասարդներ, կամ ոչ բոլորն ունեն ինտերնետ կամ օգտվելու հնարավորություն, որ այդ իրական ինֆորմացիան ստանան։ Չնայած նաև կային խնդիրներ, որ մարդիկ միգուցե չեն էլ ուզում իմանան աշխարհում ինչ է կատարվում, իրանք իրանց դարտերով, իրանց գյուղում, իրանց հոգսերով թեթև ապրում են, մի հատ էլ ամբողջ աշխարհում կատարված իրադարձությունները ծանրաբեռն են իրար։ Ամեն դեպքում երևի, արդյոք կարծում եք, որ կա այդ ինֆորմացիան, որը մարդիկ կարող են ստանալ։ Ես կարծում եմ դրանք ավելի շատ խորհրդանական ինչ-որ ժամերի, ասուլիսների մակարդակով են։ Օրինակ, եթե հանդենք ուզենաս կարդալ, լսել կամ չգիտեմ, կա արդյոք այդպիսի լրագրություն։ Շատ են եւ իրոք շատ Չէ, դուք խոսեցիք լեզվական խնդիրների, եթե այդ մարդիկ լեզվական խնդիրներ ունեն, իրականում դա շատ լուրջ խնդիր է։ Բնականաբար, եթե իրենք ուզենան եվրոպական կամ ռուսական ինչ-որ մի ինֆորմացիոն աղբյուր օգտագործել, ձեր ինֆոտոների նկատմամբ նա որ կարողանան մշակեն ինֆորմացիան եւ այնպես մատուցեն մարդկանց, որպեսզի իրենք էլ պատկերացնեն ինչ է կատարվում իրենց շուրջ եւ բնականաբար դա ազդում է իրենց կյանքի վրա եւ կաշխատենք, որպեսզի մեր հաղորդման միջոցով այս խնդիրը իր լուծումը ստանա եւ շնորհակալություն ձեր աշխատանքի համար ինֆոտոներում կհանդիպենք հաջորդ շաբաթ։